այդպես է չհասկացանք, թե իշխանության թեկնածուն ինչպես է պատկերացնում այդ ծայրամասային թաղերի զարգացումը, ես ոնց որ թե չլսեցի, հետո միանգամից հարցս էլ տամ, թե այս 7 տարիների ընթացքում որպես կոալիցիոն գործընկեր Բալասանյան Տաշինքի հետ այդ տարիների ընթացքում նաև լինելով կենտրոնական իշխանություն, ինչն էր խանգարում կենտրոնական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմնին հետ աշխատել ու հետևել, որպեսզի այդ ամեն ինչը կատարվեր, ինչն էր պատճառը, ինչու չկարողացան կոնկրետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի սովորական կուսակցություն չէր, որ կազմել էր Տաշինք, Բալասանյան Տաշինքի հետ իրար այդ կոալիցիային կազմել եւ ազդելու ոչ մի տարբերակ չունեին, որովհետեւ այդ ծրագրերը իրականություն դառնար։ Այնպես որ չի արվել 7 տարվա ընթացքում չի արվել։ Դուք մենք ավելացնենք կտակ հարցը, խնդրեմ պարոն Մինասյան։ Վերջից երևի կամ պարոն Գրիգորյան, այո, ունեցել են հուշագիր, հուշագիրը խզվել է, խզվելու ժամանակ հայտարարել են, որ կա ստվերային կառավարում, որը խանգարել է համատեղ ծրագրերի իրականացմանը եւ այդ պատճառով խզել են։ Փորձել են գտնել ճանապարհներ ծրագրերը համատեղ իրականացնելու համար, երբ որ չի ստացվել, հայտարարել են, որ կա հստակ ստվերային կառավարում եւ հուշագիրը խզել են։ Այդ ծրագրերը այո մնացել են անավարտ։ Եվ ես ասում եմ, որ մեր բոլոր ծրագրերը, որոնք ներառված են մեր նախընտրական ծրագրերում, ծրագիրը ինչ է, 58-ի ծրագիրը ինչ է, ծրագիրը ասա հասկանամ ինչ է սա։ 58-ի ծրագիրը, 58 առանձին ծրագիր։ 58 ծայրամասային թաղերը զարգացնելու համար նախ ես առիթ եմ ունեցել գտնվելու անձամբ բոլոր ծայրամասային թաղամասերում, ծայրամասային թաղամասները նախ պետք է ազատենք տարիներով կուտակված շինաղբից, տարիներով կուտակված տնագային ավանների շինարարական աղբերից, ծայրամասային թաղերից երկուսում 30 տարի գազ չի եղել բնական գազ, ներկապային իմ միջամտությամբ այդ թաղամասերը ընդամենը մեկ ամսվա ընթացքում գազաֆիկացրել ենք, այս ընթացքում Գյումրու 360 փողոցներից 180 փողոց ցավոք սրտի ցեխի մեջ է, փորձել են իրականացնել այդ հարթեսման աշխատանքներ, որովհետև մեր քաղաքացիները բազմիցս դիմել են, խնդրել են, որ հերիք է, բավական է, մենք չենք կարող երեխաներին 2-3 զույգ կոշիկներով ենք հասցնում դպրոցում հարթեսման աշխատանք արեցի, տատի տվեցիք։ Ես խնդրում եմ իշխանությունը, ով որ տատի է տվել, դիմեք իրան, որպես պատգամավոր չի կալանավորված, ձերբակալված, ինչի համար։ Այդ նույն բանը անելու համար, այդ ձեզ համար ադատել համար պետք է, գործող ազգային ժողովի պատգամավորին քաղաքացիները դիմում են, որպեսզի տվյալ թաղամասում խճապատում արվի, դիմել են քաղաքապետարան, չեն ստացել պատասխան, իրենց պատգամավորին են դիմել, պատգամավորը խճապատում է արել, փողոցի հարթեցում է, դրա համար պատգամավորի վրա քրեական գործ հարուցել, հորն ու տղային ձերբակալել, ավագանու 2 անդամներին, չգիտեմ, ձերբակալել, ամբողջ թիմին այսօրվա մեր քարոզարշավի կարող եք իրեն դիմել այդ հարցերը։ Այսօրվա մեր քարոզարշավը ընտրությունների նախաշեմին դուք խանգարեցիք, չթողեցիք մինչև վերջ հզոր 2 հատ հանդիպում ունեիք բնակիչների հետ։ Չենք դիմել, պարոն Գրիգորյան, ես չեմ դիմել, խնդրում եմ մյուս անգամ իմ անունը։ Շատ լավ, բանակ, իշխանության ներկայացուցիչ Հազար տարի մնար իմ անունը ինձ համար ավելի թանկ է, քան այդ ատորը կամ այս ամբիոնը, որ դրա դիմաց շատ լավ։